Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, դուք այսօր տեսաք, թե ինչ էր կատարվում Հովանավանքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական կեղծ պատարակներ մատուցվում նրա հովանավորության ներքո, նշեմ, որ այդ ողջ ընթացքում Բաքվում փորձում էին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, քաղաքացիական պայմանագրի հայտնի աջակիցները, ովքեր վերջին տարիների ընթացքում պարբերաբար թիրախավորել են լրագրողներին, այդ թվում ինձ։ Խոսքը վերաբերում է օրինակ Փաշինյանի մի աջակցի, ով ինքն իրեն համասեռամոլ է անվանում։ Խոսքը վերաբերում է Փաշինյանի մի աջակցի, ով հայտարարում էր, որ Բաքվում հայ գերիներին ավելի լավ են նայում։ Խոսքը վերաբերում է Դիանա Մարտիրոսյանին, ով ոչ միայն նմանատիպ հայտարարություն էր արել, այլև վիրավորել էր ինձ և փորձել էր պիտակավորել, ինչի համար դատարանը որոշում էր կայացրել, որ ինքը պիտի ներողություն խնդրի, փոխհատուցի, բայց մինչ այս պահը ոչ ներողություն է խնդրել, ոչ փոխհատուցել է։ Դրա համար էլ այսօր ինքը շարունակում էր իր վարքագիծը և գոռգոռում էր Հովանավանքի տարածքում։ Նշեմ, որ այս հարցը արդեն քրեական տիրույթ է տեղափոխվելու։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ Հովանավանքում լրագրողների աշխատանքը փորձում էին պիտակավորել նրանք, ովքեր Փաշինյանին փրկիչ են անվանում, լրագրողների աշխատանքը փորձում են պիտակավորել նրանք, ովքեր օրինակ ասում էին, որ իրենք պատարագին եկել են մասնակցելու, որովհետև իրենց վերին ատյաններից են ասել, վերին ատյաններում կապեր ունեն, և նաև թիրախավորում էին նաև այնպիսի անձիկ, ովքեր եկել էին, տարաբնույթ հայտարարություններ էին անում, ասում էին, որ իրենք Թրամփից նամակ են ստացել և մենք չենք իրենց տեսանկարահանում, ասեմ, որ ցանկացած քաղաքացի, ով եկել է և ասել է, որ ինքը ուզում է խոսի, ես այդ հնարավորությունը տվել եմ ուղիղ եթերում, ավելին, ես հնարավորություն եմ տվել նաև, որ խոսի Հովանավանքում մի քաղաքացու, ով եկել էր և ասում էր տարբերվող դիրքորոշում ունի, բայց վախենում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների առաջ այն հնչեցնել, որպեսզի վախենում էր, որ իր խոսքը կխոչընդոտեն, իրենք թիրախավորեն, մենք մի փոքր տարածքից հեռացանք և այդ քաղաքացին հնչեցրեց իր տեսակետը, ուզում եմ սա ասել ուղղակի, որ հասկանաք, թե այնտեղ ինչ մթնոլորտ էր, այսինքն, եթե որևէ մեկը հանկարծ ասեր, որ համաձայն չի նրա հետ ինչ տեղի է ունենում Հովանավանքում, համարում է սրբապղծություն և նմանատիպ այլ բաներ, ապա այդ քաղաքացուն այնտեղ կարող էին անգամ ծեծի ենթարկել, այդպիսի մտահոգություններ քաղաքացին էլ էր հնչեցնում ներողություն։ Ես ուզում եմ ասել, որ կոնկրետ լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու փորձերը հիմնականում գալիս էին նաև նրանից, որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորները իրենք էին լրագրողներին թիրախավորում, այդ թվում ինձ։ Նշեմ, որ վերջին օրերին քաղաքացիական պայմանագրի պատգամավորների, ես այդպիսի կասկածներ ունեմ, դրդմամբ բազմաթիվ մեկնաբանություններ են գրվում New Day AM հարթակում վիրավորական և այլը, ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք այդպես էլ չհասկացաք, որ նմանատիպ վարքագծով չեք կարող իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտել, չեք կարող այնպես անել, որպեսզի ես ընկճվեմ և չշարունակեմ իմ աշխատանքը, չհամոզվեցիք այս տարիների ընթացքում։ Եվ նաև ուզում եմ քաղաքացիական պայմանագրի պատգամավորներին, ովքեր տարածում են New Day AM լրատվականի նյութերը, շնորհակալություն հայտնել, որովհետև, ինչպես ասացի, մենք այդքան հնարավորություն չունենք, որ SMM մասնագետ ունենանք, SMM մասնագետի ծառայություններից օգտվենք, հիմա այդ գործառույթը դուք եք ըստ էության կատարում, շարունակեք նույն ոգով, եթե ես այդքան միջոցներ ունենայի, հավատացեք, ձեզ անպայման կվարձատրեի։